Մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում այս պահին հավանական թեկնածուներ են համարվում Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Առնվազն 9 քաղաքական ուժեր քննարկում են Երևանի ավականու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։ Կուսակցությունները եւ դաշինքները մասնակցության համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 4 օր ժամանակ ունեն։ Վերջնաժամկետը լրանում է ապրիլի 9-ի երեկոյան ժամը 18-ին։ 5-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազատության հետ զրույցում հաստատեց, որ դիտարկում է ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։ Եթե մենք բառի բուն իմաստով ենք դիտարկում որպես ընտրություն, այդպես չէ, բայց որպես քաղաքական պայքարի միջոց մենք դա դիտարկում ենք։ Փոստանջյանը ասաց, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը վերջնական կքննարկեն շաբաթ օրը, կմասնակցեն իր ղեկավարած նորաստեղծ Երկիր Ծիրանի կուսակցության ցուցակով։ Երևանի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Ելք դաշինքը։ Ուժի ղեկավարներից միայն Նիկոլ Փաշինյանը Երևանի գրանցում ունի, ինչը պարտադիր է քաղաքապետի թեկնածուի համար։ Չի բացառվում, որ հենց նա էլ կգլխավորի ելքի ցուցակը։ Դաշինքից Էդմոն Մարուքյանը Ազատությանը փոխանցեց, որ վերջնական որոշում դեռ չկա։ Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինքում նույնպես քննարկում են մասնակցության հարցը, սակայն դաշինքի անդամ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ավականու ընտրություններին պետք չէ մասնակցել։ Որովհետև հասարակությունը մի փոքր այլ տրամադրության մեջ է, պետք է սպասել, որ այս տեղեկատվական մշուշը անցնի։ Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Ծառուկյան դաշինքում էլ դեռ վերջնական որոշում չունեն։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Ազատությանը փոխանցեց, որ քննարկվում է նաև արդյոք ընտրություններին մասնակցելու են Ծառուկյան դաշինքի, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Ով է լինելու թեկնածուն, այդ քննարկումները այժմ ընթացքի մեջ են եւ առաջիկայում ասեն կլինի վերջնական հստակ որոշումը եւ օրենքով սահմանված կարգով մինչ ապրիլի 9 այդ մասին կլինի համապատասխան հայտարարություն։ Երևանի ավականու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը դիտարկում են նաև Ազատ դեմոկրատները, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը եւ Հայկական վերածնունդը։ Իշխող հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ օրերս Ազատության եթերում հայտարարեց, որ իր կարծիքով հանրապետականի քաղաքապետի թեկնածուն կլինի Տարոն Մարգարյանը։ Մի կոռեկտ չի ես ասեմ, բայց բնականաբար կարծում եմ, որ մեկի մոտ պետք է հարց առաջանա։ Մենք այդ հարցը չենք էլ անդրադարձել, բայց ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանի եւ բարձր վարկանիշը Տարոն Մարգարյանի այս տարիների աշխատանքը իշամ է Երևանի եւ երևանցիների ակնհայտ է եւ Տարոն Մարգարյանը այն քիչ պետական պաշտոնյաներից է, որը տարիներ շարունակ կարողանում է ունենալ բարձր վստահություն, ինչու՞ չէ հարգանք ու սեր երևանցիների կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Ազատությանը փոխանցեցին, որ այս պահի դրությամբ Երևանի ավականու ընտրություններին մասնակցելու համար ոչ մի կուսակցություն կամ դաշինք գրանցման փաստաթղթեր չի ներկայացրել։